Դադարեց հնչել մի քանի սերունդների սիրելի կենդանի ձայնը, կյանքից հեռացել է անզուգական երգչուհի Ռաիսա Մկրտչյանը, նրա ներկայությունը մեր պատմության եւ իրականության մեջ երբեք ճչացող չի եղել, նա երգարվեստում ներկա էր բացարձակ ճշգրտությամբ, անվիճելի գրագիտությամբ եւ վայելում էր ամբողջական սեր հայ հանդիսատեսի կողմից համայն աշխարհում։ Վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել, երգչուհուն հանդիսատեսը կճանապարհի արժանի կերպով։ Սրբուհի Գալյանը լրագրողներին հորդորել է այլևս ցույց չտալ, թե ապրում ենք այլ իրականության մեջ, ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանել եւ մենք կտեսնենք ինչպիսին կլինի հետևանքը բազմաթիվ քրեական գործերի, ասել է նա։ Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում եւ սեփական թիմի ներկայացուցիչներին։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տոննաներով մսամթերք է ոչնչացնում, այնքանով, որքանով ոչնչացվել է թունավոր, անպետք մսամթերքը, բախտավոր ենք, իսկ դեռ որքան է այսօրինակ ապրանք հասնում սպառողին, դժվար է կանխատեսել, լավ է գոնե, որ երբեմն այսպիսի զգոնացնող դեպքեր են լինում։ Սահմանադրական դատարանն է ուշադրության կենտրոնում, այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը դատարանին հորդորել է մերժել 7 քաղաքական ուժերի կողմից քննվող հայցը, այն է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, բարձր դատարանը որոշումը կհրապարակի հուլիսի 4-ին միայն։ Բաթումին ջրի տակ է, Սև ծովի ցիկլոնը կարծես Հայաստան չհասավ ու Սև ծովում էլ մնաց, քաղաքը ողողված է ջրերում, զբոսաշրջիկները սակայն շարունակում են վայելել Բաթումին, անգամ ջրհեղեղների պայմաններում։ Հայ աղջիկների հայրիկներ, որ հավանաբար կմտնեն պատմություն միլիոնավոր դիտումներով, համացանցը պայթեցրել է Երևանի մանկապարտեզներից մեկի տեսանյութը, որում պապաները իրենց դստրիկների հետ հուզիչ պար են բեմադրում։ Եվ Փաշինյանը սովորեցնում է Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով կոչել, այսօր նա սրճարաններից մեկում ընդմիջել է հրապարակել, որ Պապ Թագավորի փողոցում է։